Մարդուկ ջարդուկը։ Կար չկար, Դրոսելմայեր անունով մի ծերունի կար։ Դրոսելմայերը մի գաղտնիք ուներ։ Երիտասարդ ժամանակ նա թագավորական արքունիքի ամենահմուտ և ճարտար վարպետն էր եղել։ Նա բազմաթիվ հրաշք ժամացույցներ էր պատրաստել։ Որոշները 100 զրնգուն զանգեր ունեին, մյուսները գաղտնի դռներ ունեին, որոնց միջից ներս ու դուրս էին անում փոքրիկ թռչուններ և ազդարարում ժամերը, իսկ մյուսները զարդարված էին փոքրիկ երգող երաժիշտներով։ Պալատում բոլորը միայն վարպետ Դրոսելմայերի ժամացույցների մասին էին խոսում, բայց նրա գլուխգործոցը թակարդն էր։ Վարպետը մի այնպիսի հիասքանչ թակարդ էր ստեղծել, որ նորական հարյուրավոր մկներ էր բռնում։ Պալատի բոլոր բնակիչները շատ գոհ էին այդ թակարդից, բացի իհարկե մկների թագավորից։ Մկների թագավորը ապրում էր պալատում իր հպատակների հետ։ Թակարդի պատճառով նա ստիպված էր եղել լքել պալատն ու նոր բնակության վայր փնտրել, և դա նրան սարսափելի զայրացրել էր։ Մկների թագավորը կախարդանքի էր տիրապետում և վրեժ լուծեց վարպետից, նրա եղբորորդուն փայտե տգեղ տիկնիկ դարձնելով։ Տիկնիկի հագին զինվորական համազգեստ կար։ Նրա գլխին մի ծաղրական թակ կար նկարված, ասես արքայազն լիներ, և նրա ծնոտը այնպես էր բացվում ու փակվում, որ նա կարող էր ատամներով կաղին ջարդել։ Այդ պատճառով նրան մարդուկ ջարդուկ էին անվանում։ Մկների թագավորի կախարդանքը շատ զորեղ էր։ Այն վերացնելու միայն մեկ ձև կար։ Նախ, մարդուկ ջարդուկը ինչ-որ կերպ պետք է սպաներ մկների չար թագավորին։ Հետո ինչ-որ փոքրիկ աղջիկ պետք է սիրեր նրան, չնայած նրա տգեղությանը։ Բայց վարպետը չգիտեր, թե ուր է գնացել մկների թագավորը, և չէր ճանաչում այնպիսի բարի աղջկա, ով կսիրեր տգեղ փայտե տիկնիկին, ուստի նրա խեղճ եղբորորդին մնում էր կախարդված մարդուկ ջարդուկ։ Վարպետը այնպես էր վշտացել ու հուսահատվել, որ դադարեց ժամագործությամբ զբաղվել, ուստի նա շուտով կորցրեց իր աշխատանքը։ Վարպետ Դրոսելմայերը իրեն էր մեղավոր համարում իր եղբորորդու հետ պատահած սարսափելի դժբախտության համար, բայց առավոտի ծիրիկուն մտածում էր, թե ոնց վերջ դնի մկների չար թագավորի կախարդանքին, և ի վերջո նա մի փայլուն միտք հղացավ։ Վարպետը մի սանուհի ուներ, Կլարան, ով շատ բարի ու գեղեցիկ աղջիկ էր։ Վարպետը կարծում էր, որ միայն Կլարան կարող էր սիրել տգեղ դեմքով մարդուկ ջարդուկին։ Սուրբ ծննդյան նախօրեին վարպետը հուզմունքից թրթռացող ձայնով թակեց Կլարայից տան դուռը։ Նրա հուզմունքը կապ չուներ ոչ տոնական խնջույքի, ոչ երաժշտության, ոչ էլ խաղի ու պարի հետ։ Ոչ, այս ամենը վարպետ Դրոսելմայերին չէր հետաքրքրում։ Նա այստեղ եկել էր չար կախարդանքը խափանելու և իր սիրելի եղբորորդուն փրկելու հույսով։ Մինչև խնջույքի հյուրերը ուրախ զրուցում ու կատակում էին, վարպետը դատարկեց իր մեծ պայուսակը, որը լի էր մկների թագավորի սիրած տեսակ քաղցրավենիքներով, և կոնֆետներն ու ընկույզները շարեց տան տարբեր անկյուններում։ Սրանք նրան դուրս կբերեն իր թաքստոցից, որտեղ էլ որ այն լինի, մտածեց վարպետ Դրոսելմայերը։ Շուտով եկավ սուրբ ծննդյան նվերը Կլարային հանձնելու ժամանակը։ Փոքրիկ աղջիկը երջանկությունից փայլող աչքերով արագ բացեց նվերի տուփը, բայց երբ տեսավ տգեղ մարդուկ ջարդուկին, նրա աչքերի փայլը միանգամից մարեց։ Բայց հետո աղջիկը քնքշորեն շոյեց մարդուկ ջարդուկին։ Նա ոչ գեղեցիկ էր, ոչ էլ նույնիսկ նոր, և հենց դրա համար էլ Կլարան սկսեց սիրել նրան։ Նա չէր կարող թույլ տալ, որ մարդուկ ջարդուկը մնա միայնակ,
որ նրան ծաղրեն ու չսիրեն, հատկապես Սուրբ Ծննդյան տոներին։ Կլարան գրկեց մարդուկ ջարդուկին ու ամուր սեղմեց կրծքին։ Այս ամենը տեսնելով վարպետը հեռացավ հույսը սրտում։ Երբ խնջույքն ավարտվեց եւ բոլոր հյուրերը գնացին, Կլարան վերցրեց մարդուկ ջարդուկին ու գնաց քնելու։ Նա փայտե տիկնիկին պառկեցրեց անկողնում իր կողքին եւ շշնջաց. Ես սիրում եմ քեզ եւ միշտ կհոգամ քո մասին, դու երբեք մենակ չես լինի։ Այդ գիշեր Կլարան մի շատ տարօրինակ երազ տեսավ։ Իբր մարդուկ ջարդուկը արթնացավ, ժպտաց Կլարային, բռնեց նրա ձեռքը եւ նրան տարավ ցած։ Ներքևում հյուրասենյակից ծվծվոցի ձայներ էր գալիս։ Նայելով շուրջը, Կլարան վախից քարացավ։ Սենյակում ամենուր մկներ էին։ Նրանք իրար հրմշտում ու կծոտում էին վարպետ Դրոսելմայերի թողած քաղցրավենիքի համար։ Բայց ամենասարսափելին գորգի կենտրոնում կանգնած 7 գլխանի հսկա մուկն էր, որը հրճվում էր տեսնելով այդ խառնաշփոթը։ 7 գլխանի մուկը յուրաքանչյուր գլխի վրա մի ոսկե թագ էր կրում, եւ Կլարան հասկացավ, որ նա գարշելի մկների չար թագավորն է։ Մարդուկ ջարդուկը մերկացրեց սուրը, խիզախաբար հարձակվեց մկների թագավորի վրա եւ սկսեց հերոսաբար կռվել։ Բայց ուժերը անհավասար էին։ Մկները տեսան կռիվն ու շտապեցին պաշտպանել իրենց թագավորին։ Նրանք հարձակվեցին մարդուկ ջարդուկի վրա ու սկսեցին ամեն կողմից քաշքշել, ճանկռել ու կծոտել նրան։ Տեսնելով իր հաղթանակը, մկների թագավորը փքվեց ու սկսեց բարձր ծիծաղել։ Այդ ժամանակ Կլարան հանեց մաշիկն ու որքան ուժ ուներ, շպրտեց մկների թագավորի վրա։ Դրախկ! Մաշիկը հարվածեց մկների թագավորի 7 սարսափազդու գլուխներից 4-ին։ Նա մի պահ օրորվեց, գնաց հետո առաջ, հետո տապալվեց գետնին ու սատկեց։ Մկները տեսան իրենց թագավորի մահը, թե չէ, սկսեցին փախչել։ Նրանք վերցրին իրենց թագավորի դին եւ փախան մտան պատերի ու հատակի անցքերը։ Մարդուկ ջարդուկը վազեց Կլարայի մոտ, գրկեց ու համբուրեց նրան։ Շնորհակալություն այն ամենի համար, որ արեցիր հանուն ինձ, շշնջաց մարդուկ ջարդուկը, եւ նրա աչքերում արցունքներ հայտնվեցին։ Խնդրում եմ, թույլ տուր վարձահատույց լինել քեզ իմ թագավորություն քաղցրավենիքի աշխարհ տանելով։ Դա Կլարայի տեսած ամենահիասքանչ երազն էր։ Նա երազում զբոսնեց շոկոլադե անտառում, անցավ լիմոնաթե գետը, քաղեց շաքարե ծաղիկներ եւ այցելեց մարդուկ ջարդուկի թխվածքաբլիթե դղյակը։ Այնտեղ այնքան լավ էր, որ առավոտյան Կլարան չէր ցանկանում արթնանալ, որ երազը չավարտվեր։ Նա ամուր գրկեց փայտե տիկնիկին եւ ասաց. Դու իմ կյանքի ամենալավ նվերն ես։ Մարդուկ ջարդուկը Կլարային պատասխանեց պայծառ ժպիտով։ Այդ պահին քաղաքի մյուս ծայրում քնից զարթնեց վարպետը եւ տոնածառի տակ գտավ իր կյանքի ամենալավ նվերը։ Այնտեղ հոգնած, բայց խաղաղ քնած էր, նորից տղա դարձած իր քաջ ու անուշիկ եղբորորդին։ Այսքանը, կհանդիպենք հաջորդ անգամ, իսկ դուք մի մոռացեք լսելուց հետո բաժանորդագրվել մեր ալիքին, կհանդիպենք։